Tam kıranını Ruh. Փոքր ձախ, բայց Այդ առաջ մի արի։ մի համբերել Միայն ասում հնազանդ եթե ոքի հանձնարանից է Նայ ասված մի մոտրկիշ ապավեն մի կորեն սասակել Մինչև երբ ամենքը պիտի հարցակվեք մարդու վրա մի փոքր Որկաների նրանք ված պարսպի և պախվարց անդապատիվ Նրանք ինձ պատվից զրկելու մասին էին մտածում և շրջողելով նախացում Իրենց վերանողորնում էին, բայց իրենց ծրտով Սակայն իմ հոգին հնազանդ կմնա Աստծուն քանզի նրանից է ամպերությունից Նա է Աստվածն իմ ու փրկիչն իմ ապավենն իմ որ չսասանք Աստծուց է զորությունն ու փառքն իմ Աստված է օգնականն և Աստծու վրա է հույսն Ձեր հույսը դրեք նրա վրա ժողովուրդների ողջ ազգությունը բացեք նրա առջև սրտերը ձեր քանզի Աստված օգնականն է մեր հավիտյանս հավիտենից Սակայն ունայն են մարդկանց որդիները, սուտ են որդիները մարդկանց, իրենց կշկով անարդար են և իրենք ամենքն են ունայնության մեջ Հույս մի դրեք անիրավության վրա, ապշտակություն մի ծանկանան, եթե հարստությունը արվի պես իսկ խոսի, ով ձեր սրտերը չծանկանան Մի անգամ խոսեց Աստված և երկու անգամ լսեցինք այս բանը Աստծունն է զորությունը և քոնն է Տեր ողորմությունը Դու ես հատուցում յուրաքանչյուրին ըստ իր մեղքերի։ Շնորհակալ եմ միջոցների հարգելի գործընկերներ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցան ազգային ժողովի հերթական ընտրություններ և ընտրությունների արդյունքում հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին և իրենց ազատ կամարտահայտման քվեարկեցին և ուզում եմ ընդգծել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվե։ Սա պարտավորեցնող է և նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնել պետությանը, տեր է կանգնել անկախությանը, տեր է կանգնել ապագային, տեր է կանգնել խաղաղությանը։ Սա նշանակում է, որ ընտրություններ 2026-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին քվեարկեց 16-ին։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, սիրում եմ բոլորի, հպարտանում եմ բոլորովը և խոնարհվում եմ բոլորի առաջ։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության իմ գործընկերներին, նախընտրական շտաբին, մեր բոլոր նախընտրական շտաբներին, մեր բոլոր վստահված անձանց, աջակիցներին, համակիրներին, ովքեր այս ընթացքում հավատացել են և աջակցել են մեզ, նույնիսկ նրանց, ովքեր ոչ թե նույնիսկ նրանց, ավելի շատ նրանց, ովքեր թերահավատ են եղել և աջակցել են մեզ, սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ ապահովելու է Հայաստանի Հանրապետության հարատևությունը, զարգացումը և իհարկե մենք ունենալու ենք տևական և ինստիտուցիոնալ խաղաղություն։ Խնդրեմ ձեր հարցը։ Առաջին հարցը
Պարոն Փաշինյան, դեռ կենտրոնական ու դրական հանձնաժողովը որևէ տվյալ չի հրապարակել եւ բոլոր տեղամասերի արդյունքներն ամփոփված չեն։ Դուք ինչպես եք վստահպնդում, որ հաղթել եք ընտրությունները եւ արդյոք ԿՀ-ի հայտարարելիքը, երբ որ դուք եք հայտարարում, սա խնդրահարույց չէ, որովհետեւ անկախ սահմանադրական մարմինը պետք է այդ մասին հայտարարի։ Մենք բոլոր ընտրական տեղամասերում ունենք վստահված անձին եւ ունենք արձանագրությունները եւ մենք մեր սեփական աշխատանքն բայց նաեւ կարծում եմ, որ կենտրոնական դրական հանձնաժողովը բաժանները հրապարակել եւ Շնորհակալություն հաջորդ աստղեր վրաց գործընկերներից։ From our Well, you always said that Georgia is very important for Armenia on its way to the European Union. We have seen the frozen relations between Georgia and the European Union, as well as the suspended strategic partnership between Georgia and the United States. So, how can this affect the way of both countries to the European Union? As I said, we are interested in reconciliation between the European Union and Georgia and between the United States and Georgia. That is our position. But besides that, and without dependence from that, of course, our cooperation and relations with Georgia will be developed continuously, and it is our brotherly country, and we have strategic partnership, and without any doubt, we will continue to develop our relations. Mr. Prime Minister, what is your message for Turkish and Azerbaijan people? Excuse me. Հաջորդ հարցը հանրային հեռուստաընկերություն։ Պարոն Լավչապետ, քանի որ այս քարոզարշավի ընթացքում շատ ավելի ամենօրյա ռեժիմով շփում ունեցան քաղաքացիների հետ, առաջիկա 5 տարիների այն անելիքների առաջին նիշերը, որ գուցե նախկինում չէին քննարկվում եւ այլ հիմա առանձնացվել եք, որոնք ձեր պետք է անելի շարքում են ծնվել։ Առաջնային մեր անելիքը ոչ թե չենք դիտարկում, շարունակում են մնալ մեր քաղաքացիների պահանջը քրեա օլիգարխիկ համակարգը վերջնականապես պետք է արմատախիլ արվի Հայաստանում։ Ազատություն։ Պարոն Վարչապետ, քանի որ ասացիք, որ արդեն տվյալները ստացել եք եւ ունեք արդեն ձեր տվյալները ձեր զստահված անձանցից, ֆոկուսային կամ ինչ-որ թվով կարող եք ինչ-որ թիվ հիմա նշել, այսինքն 54-55% է քաղաքացիական պայմանագրի ձայները եւ հաջորդ հարցը կարծես թե նշмарվում է նաեւ այն ներկապնակը խորհրդարանի, որը որ կձևավորվի եւ դրանք այն ուժերն են, որոնք դուք խիստն եք քննադատել քարոզարշավի ընթացքում, համագործակցության որևէ եզր այդ ուժերի հետ դուք տեսնում եք խորհրդարանում, ինչ-ինչ հարցերի շուրջ, առհասարակ ինչպես եք պատկերացնում արդեն աշխատանքը։ Ես պատկերի իմ ասելիքը եւ պլանը չի փոխվել, այդ ուժերի լիդերները պետք է բերեն պատասխանատվության Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նրանք քրեական պատասխանատվության ենթարկվել են ձեզ հայտնի գործերով եւ քրեա օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ մեծ տեմպերով եւ արագ տեղի ունենա ապօրինի գույքի բռնագծման մեխանիզմով, քրեական գործերով, պետական շահերի պաշտպանության համակարգով, համայնքային շահերի պաշտպանության համակարգով եւ ի վերջո այս քաղաքական ուժերը քաղաքական ուժեր չեն, իրենք քրեա օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները եւ պիտի նրանք պետք է գործունեության դաշտում ինչպես ասել են, պատերազմի եռանդով կամ տեսակների ուսանողությունը պետք է արմատախիլ արել Հայաստանի քաղաքական դաշտում պետք է մեր հավաստել։
Հաջորդ հարցը Սիվիկ։ Կոկոսի մասին հստակ ենք ձևավորում ենք կառավարություն, քանի մանդատով այդ արդեն կերևա։ Հաջորդ հարցը Սիվիկ։ Պարոն վարչապետ, պատերազմի երազելով կուսակցության առաջնորդները, մեկը ձեզ բանտ էր ուղարկում, մեկը արդեն կառավարություն էր ձևավորել, ձեր ասելիքը որն է նրանց ձեր պատմությունից հետո։ Իմ ասելիքը ես արդեն հենց նոր ասեցի։ Հաջորդ հարցը Սիվիկն է։ Վարչապետ, քանի որ հայտարարեցիք հաղթանակի մասին, այսօր կարող եք ասել քաղաքացիական պայմանագիրը կունենա սահմանադրական մեծամասնություն, թե չի ունենա, եւ եթե չունենա, ապա ինչ եք անելու սահմանադրության փոփոխության հետ կապված։ Դեք եկեք այդ թեման ամփոփի, մենք էլի ունենք տվյալներ, բայց քանի որ փոշիացման մեթոդաբանությունների հետ կապված հարցեր կան, այդ հարցին անդրադառնանք դրանից։ Հայկական ժամանակ Անցնենք հաջորդ հարցին իրական։ Turkey. Mr. Prime Minister, after the... I'm sorry. Պարոն այնուամենայնիվ ընտրությունների ամբողջ օրվա ընթացքում ընդդիմադիր ուժերը բարձրաձայնում էին ընտրախախտումների վերաբերյալ, որքանով են այդ ընտրախախտումները ըստ ձեզ համապատասխանում իրականությանը, նաև ձերբակալություններ են տեղի ունենում եւ հայտարարում է, որ տոտալ ըստ էության տեղի ունեցել ճնշում ընդդիմության նկատմամբ, ինչը եւ ըստ էության հնարավոր է եղել ապահովել քաղաքացիական պայմանագրի հաղթանակը եւ ձեր թվերը ինչ են ցույց տալիս խորհրդարան բացի քաղաքացիական պայմանագրից, որ մյուս ուժերը կանցնեն։ Վերաբերում նախախտումների մասին տվյալներին, այսինքն ինչ նկատի ունենք, որ ինչ որ մարդիկ սխալ շորով են դարձել դրական տեղումս, այսինքն ես բացառում եմ Հայաստանի քաղաքացիների ազատ կամ արտահայտման նկատմամբ որևէ ներգործություն ապօրինի իշխանության կողմից, բայց ակնհայտ է նաև, որ պատերազմի եղածելով կուսակցությունը ընտրակաշառքների եւ այդ մեխանիզմները աշխատացրել, եւ մեր լիապահ մարմինները իհարկե արձագանքել են, բայց նաև այդ ծավալը ցույց է տալիս, որ ոչ ամբողջական ենք կարողացել բացահայտել եւ մնացածը ընդհանրապես ես մեր արդյունքների պատասխանատուն եմ, ես կխոսեմ մեր արդյունքներից։ Շնորհակալություն, Media from Turkey. Mr. Prime Minister, after your big victory in the election, what is your message for Turkish and Azerbaijan people? Thank you. You know, the message is the same. People of Armenia voted for peace and regional prosperity, for regional cooperation, and I hope that these will meet positive reactions from Turkey, both from Turkey and from Azerbaijan. We need to institutionalize peace between Armenia and Azerbaijan, and we need to open our borders with Turkey. I mean, Turkey should open border, and of course we need to establish diplomatic relations. And by the way, we are thankful that there was a decision on the opening of railway of Akhalkalaki cars for Armenian goods and for export and for import. And you know, we have very good dynamics with Turkey, and so far we are satisfied. But of course, we need to continue that dynamics to have a final breakthrough. I mean, establishment of diplomatic relations, and of course, to have full and totally open borders. And in case of Azerbaijan, you know that we have initial peace agreement. We need to sign it, and by the way, we need to start as quick as possible TRIP project, which is a regional game-changing project, because that means that the blockade of our region is overcome, and that is very big news, because our region becoming from deadlock
is becoming a crossroads, and that is very good news for all of us. Thank you so much, Mr. Prime. Известия. Можно вопрос? Вас многие называют сторонником прозападного пути. В случае вашей победы вы продолжите курс движения? Мы продолжим курс движения, но мы продолжим и наше участие в членстве в Евразийском экономическом союзе, и мы будем развивать наши отношения с Российской Федерацией и другими странами Евразийского экономического союза, и мы, конечно, будем способствовать укреплению связей в рамках Евразийского экономического союза. А кто-то из западной политики уже вам звонил? На выборы? Я недавно, буквально 10 минут назад, неофициально переговорил с президентом Макроном, но неофициально. Неофициально переговорил с премьер-министром. Մյուզեում Պարոն Փաշինյան, դեռ կհան ամեն դեպքում պաշտոնապես նույնիսկ 20%-ը ընտրության արդյունքների չի մշակել։ Դուք հայտարարում եք, որ հաղթել եք, ուզում եմ հասկանալ, եթե օրինակ ընդդիմությունը խոսում է ընտրության եւ միջընտրության ժամանակ բազմաթիվ խախտումների, անհիմն ձերբակալությունների, խոզարկությունների մասին, եթե հետընտրական զարգացումներ լինեն, նախ դուք ինչ եք կարծում, ելի նույն խոզարկություններով այդպես կճնշեք ընդդիմությանը եւ դա կմարի կգնա, թե այդ հետընտրական զարգացումները այլևս կարող են ձեր վերահսկողությունից դուրս գալ։ Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացում։ Ես ասել եմ կարծեմ հրապարակային ասել եմ, այո, հարցազրույցում, որ հետընտրական զարգացում լինում է այնտեղ, որտեղ լինում է իշխանության կողմից ընդդիմությունների արդյունքների կեղծում։ Ընդդիմությունը չի կարող հետընտրական զարգացում ունեցնել բացառված, որովհետև իրենց ստացած ձայների մի շատ մեծ մասը այդ ընտրակաշառքով ստացած ձայներ են եւ բացառում են, որ Հայաստանի ժողովուրդը թույլ կտա, որ պատերազմին եռագլուխ կուսակցություն ընդհանրապես չկա։ Թույլ տվեք կանխատեսել, որ ոչ մի հետընտրական process-ը չի լինի։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Շանթ։ Պարոն վարչապետ, այսօրվա տարածաշրջանային զարգացումների պայմաններում Հայաստանի համար որն է ամենակարևոր ռիսկը եւ ամենագլխավոր հնարավորությունը։ Ամենագլխավոր հնարավորությունը եւ ես չի ասի հնարավորությունը, որտեղ դա արտադրությունն է, խաղաղությունն է, թույլ նախագիծն է, տարածաշրջանային համագործակցությունն է եւ տարածաշրջանային կապուղիների բացումը, այդ ամեն ինչը գիտեք ինչ արդեն տեղի ունեցել է, հիմա այլ բան իրականացման տեղի ունեցած փաստի գետնի վրա արձանագրելու էտապների եւ արագության մասին է գնում խոսքը, իսկ ռիսկեր Հայաստանը բացարձակապես չունի ավելի մեծ ռիսկեր, քան այսօր աշխարհի վրա գտնվող որևէ այլ պետություն։ Այսինքն չկա որևէ այլ պետություն, որ Հայաստանից պակաս ռիսկեր ունի։ Չկա այդպես պետություն։ Այսինքն Հայաստանը ռիսկերի այս պահին ռիսկ հնարավոր ամենաառիսկ մակարդակում է գտնվում եւ այսօր պարզապես ես չեմ պատկերացնում, որ երկրի վրա կա որևէ պետություն, որ ռիսկերի ավելի պակաս մակարդակ ունի, քան Հայաստանի Հանրապետությունը։ Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր Հայաստանի Հանրապետությունում, բառից բուն իմաստով միլիարդների ներդրումային հոսքեր։ Ես տեսնում եմ եւ կանխատեսում եմ տնտեսական վերելքի շարունակություն եւ տնտեսական վերելքի տեմպերի էական ավելացում, ինչի հաշվին մասնավորապես TRIP նախագծի եւ TRIP նախագծի մասնավորապես արհեստական բանականության գործարանների բացման տրամաբանության մեջ մենք ունենալու ենք հազարավոր աշխատատեղեր, մենք ունենալու ենք նոր որակի տնտեսություն, մենք ունենալու ենք արդեն իսկ ունենք նոր որակի պետություն եւ մենք պետության վերելքը շարունակենք։ And the next question, our colleagues from Italy. Здравствуйте, Люча Белинелли, итальянская пресса. Спасибо большое. Вопрос. Вы на будущее хотите присоединиться Армению к Евросоюзу? И если да, что вы отвечаете таким аналитикам, которые считают, что Евросоюз не готов принять Армению, а им интересно только ваши ресурсы и ваша географическая позиция?
Вы знаете, Армения тоже не готова быть членом Европейского Союза. И наша первая цель – реформировать страну и привести ее до уровня соответствия со стандартами Европейского Союза. А когда мы будем, то есть я имею в виду, без этого, так или иначе, нам не быть членом Европейского Союза. То есть это значит, что сперва нам нужно продолжить процесс демократических реформ до той точки, когда все будут признать, что Армения и внутри страны, и вне страны Европейский Союз будут признавать, что Армения полностью соответствует стандартам Европейского Союза. То есть это наша первичная цель. После этого это уже политический вопрос. Да, Европейский Союз может принять политическое решение, что не продолжает процесс расширения. И может народ Армении в референдуме может решить, что не хочет быть членом Европейского Союза. Цель нашего правительства создать реальные альтернативы для Республики Армения, чтобы граждане Республики Армения имели возможность избирать, в том числе между Евразийским экономическим союзом и Европейским союзом. Значит, вы будете делать референдум, как Путин попросил? Я буду делать референдум, мы будем провести референдум не так, как президент Российской Федерации. Я уже комментировал это. Для референдума мы должны как минимум уже официально обратиться в Европейский Союз для членства или быть кандидатом члена Европейского Союза. Пока один из этих ситуаций не существует, то есть у нас нет предмета референдума. Когда будет предмет референдума, тогда будет референдум. Пока нет предмета референдума, не будет референдума. Спасибо. Նյութեի Պարոն Փաշինյան, այստեղ խախտումների մասին այն խոսում էին, թե ասում էին, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն են ասում, եւ մրցակիցները, ես չեմ հասցրել հետևել թեմանիկն ասում, որովհետեւ ընտրատեղամասի մնացել այդ թվում մարզեր։ Նախ բազմաթիվ նաև տեսանյութեր կան արձանագրված, այսինքն հաստատական տվյալներ կան ըստ էության, որոնց իրավապահները մինչ այդ պահը չեն արձանագրել, համայնքի ղեկավարները, ասում որ հասկանալի լինի ինչի մասն է հարցը, համայնքի ղեկավարներն են ուղեկցել, մի շարք ընտրատեղամասի դիմաց քրթական պատգամավորներ են եղել, բանակը Մեղրիում օրինակ 11-ից հետո արդեն հաջորդ օրը քվեարկել է տեսանյութ կա Պապիկյանին էլ կարող են ցույց տալ, ինչպես է ստացվում, բանակի լայն ներգրավվածություն է նաև եղել, վարչական լծակն է կիրառվել, ձերբակալություններ են բազմաթիվ եղել, եւ վստահ եք, որ մեծամասնություն եք նաև կազմելու, բացառել եք, օրինակ համարական դատարան գնում են այդ խախտումների հիմքով եւ վստահություն որտեղից եւ հետընտրական զարգացումներ չեն լինում։ Շնորհակալություն։ Ես բացառում եմ մի բան, որ քաղաքական մեծամասնությունը կառավարող ուժը ընտրախախտումների եւ ընտրախախտումների մեջ ներգրավված տեսանյութեր կան, ես ասում եմ, ես բացառում եմ, որպես ես կառավարության եւ քաղաքական ուժի ղեկավարը, եւ ես գիտեմ ինչ հանձնարարականներ են տվել եւ քաղաքական պայմանագիր կուսակցության վարչության քաղաքական դիրքորոշումները եւ հանձնարարականները, որտեղ որ ասում են ամեն բան, բնակացել են իրավապահ մարմինները հետաքննեն եւ ինչ փաստերին արժանանան գնահատական։ Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեցել են ազատ կամարտահայտման հնարավորություն, եւ եթե ազատ կամարտահայտումը որևէ ձևով խախտել է, դա խախտել է պատերազմի եղանալու կուսակցության արժանած ընտրակաշառքների ձևով, եւ բոլոր ընտրակաշառքները պետք է երկար տարիներ անցկացնեն բախում։ Սա դատարանական համակարգի պահանջն է։
իմ պահանջներն նրանք բոլորը ովքեր ընտրակաշարք են տվել եւ նրանց մեղքը պիտի արտացուցվի, նրանք հաջորդ ընտրությունների ժամանակ նրանք ազատության մեջ պետք է չեն։ Եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրությունների պահին ազատության մեջ լինելու նշանակում մենք պրոբլեմ ունենք դատայրավական եւ մենք կգործենք հատուկ քաղաքական մեր միջոցները, որովհետեւ նախորդող շրջանում ինչ որ ընտրակաշառակուրների նկատմամբ են հանդուրժողական վերաբերմունք որ եղել է, դրա պատասխանատվությունը կրում է այդ թվում դատական համակարգը եւ մենք այդ պատասխանը կտեղենք։ Հետընտրական զարգացում չի կարող լինել, որովհետև պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանում չունի աջակցություն։ Դրանք մարգինալ ուժեր են եւ առաջիկա 5-ամյակում այդ ուժերը պետքա ոչնչացվեն քաղաքականապես։ Դրանք պետքա ոչնչացվեն։ Իրենց 3 լիդերներով, ասել եմ Ռոբերտ Քոչյանը պետքա բանտում։ Ռոբերտ Քոչյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է։ Արաբների բառապաշարը կգնեմ, բայց ինչ որ ասել եմ անելու։ Շնորհակալություն, հաջորդ հարցրիսենք։ CDF գերմանական հեռուստաընկերությունը, ես հարցը ուսերին ձևակերպեմ, բայց դուք խնդրեմ անգլերեն պատասխան։ Ինտերնացիոնալ, այո, բոլորը ուրախացան։ Вопрос следующий. После получения главного мандата, после победы на выборах, получив мандат, какой главный мандат вы получили и какие 3 приоритетных шага сейчас в вашей новой повестке? Our priorities, of course, first of all, connected with regional peace and stability. And we are starting the implementation of 3 projects, and that is very important, not only regionally, but internationally as well. And it will, I'm sure, bring a huge investments to the Republic of Armenia and to our region, which is very important. And of course, we are going to level up our country in terms of democracy, in terms of independence, in terms of economic prosperity, in terms of prosperity, and that's it. Of course, now we have some new very important investments, some artificial AI factories are being established in the Republic of Armenia, and I'm sure in the close cooperation with U.S. administration, because you know that last year I signed MOU on cooperation on artificial intelligence and technologies with President Trump, and it is already bringing concrete and tangible results, and that process will continue. Օրագիր Պարոն Փաշինյան, դեռ խոսում շրջի կողմնակիցներում ցույց հաղթել են։ Լեվինային հարցը շատ կարևոր է ձեր հաղթանակի գաղտնիքով։ Սերը։ Սիրելի Անի, շնորհակալություն։ Այսքանով եզրափակենք, շնորհակալություն բոլորին ներկայության համար։